դրիկաչափը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա աշխատավարձի չափից ելնելով։ Բողոքում են, որ ձեզ հետ չեն կարողանում կապվել, ի՞նչն է խնդիրը։ 65+ տարիքի քաղաքացիները իրենք չեն վճարելու։ Եթե հաշվապահները քաղաքացիները ունենան հարցեր, ես առաջարկում եմ մեր այս հարցազրույցի մեկնաբանություններում դնել, եթե աշխատակիցը մի կազմակերպությունում ստանում է 150,000 դրամ, մեկ այլ կազմակերպությունում 210,000 դրամ, երկուսի դեպքում էլ վճարում է թե մեկում։ Մասնավոր ընկերությունները գների իջեցումը ես չգիտեմ, բայց իրենց փաթեթների վերակառուցում պետք է իրականացնեն։ Լինելու է հաշվեհամար եւ չնայած որ ինքը արդեն գործազուրկ է, աշխատանք չունի, ամեն ամիս տանելու է 10,800 դրամ վճարի։ Չեմ կարծում, որ այստեղ անարդարության տակ կա, որովհետեւ այդ դեպքում ինքը արդեն զինապահի նվազեցումներից օգտվելու հնարավորություն չունի, եկամտային հարկի վերադարձ չունի։ Բարև ձեզ։ Օրերս առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծն ամբողջությամբ ընդունվեց, սակայն հաշվապահներն ու քաղաքացիները ունեն մի շարք բովանդակային եւ տեխնիկական հարցեր, որոնց պատճառով այսօր փաստի առաջ են կանգնել։ Մենք որոշեցինք հավաքագրել այդ հարցերն ու մեր տաղավարում ուղղել պետական առողջապահական գործակալության պետ Սամվել Խարազյանին։ Մինչև մեր բուն հարցազրույցին անցնելը դուք բաժանորդագրվեք հետքի YouTube-յան ալիքին մեր հետագա տեսանյութերը բաց չթողնելու համար, ինչպես նաեւ միացեք մեր Patreon-ին մեզ աջակցելու համար։ Patreon-ի հղումը կարող եք գտնել այս տեսանյութի նկարագրություններ բաժնում։ Պարոն Խարազյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Մինչ բուն հարցերին անցնելը, կարծում եմ մենք ժամանակ կունենանք հարցազրույցի վերջում իհարկե անդրադառնալու, թե ինչու է այնպես իրավիճակ ստեղծվել, որ հաշվապահներն ու քաղաքացիներն ունեն բազմաթիվ հարցեր, բայց կուզեմ, որ սկզբի համար կարճ ներկայացնեք, թե ովքեր են 2026 թվականին ներառվում ապահովագրության մեջ, թեև այդ մասին մի քանի անգամ խոսվել է, բայց կարծես փոփոխություններ են եղել առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում եւ այլն։ Ուրեմն 2026 թվականից ապահովագրված են համարվում ուրեմն մինչև 18 տարեկան երեխաները, 65 եւ բարձր տարիքի անձինք, սոցիալական աջակցության համակարգում ներառված քաղաքացիները, դա նպաստի համակարգում ընդգրկված 28 եւ ավել միավոր ունեցողներն են, նաեւ ապրիլյան եւ 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները։ Բացի այս խմբից, ինչ եմ իրենց առանձնացնում, նաեւ հաշմանդամներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, ինչ եմ առանձնացնում այս անձանց, որովհետեւ նրանց ապահովագրավճարը ամբողջությամբ սուբսիդավորվելու է պետության կողմից։ Նաև 26 թվականից ուրեմն ապահովագրված անձի կարգավիճակ ստանալու են 200,001 դրամ եւ ավել աշխատավարձ ստացող քաղաքացիները, Հարկերը ներառեց նաև, աշխատավարձը ինքը ներառում է աշխատավարձ եւ դրան հավասարեցված բոլոր վճարումները, այդ թվում հարկերը, պարտադիր վճարները եւ այլն, նաև 2,401,000 դրամ համախառն եկամուտ ունեցող անհատ ձեռնարկատերերն ու նոտարները, որոնց եկամուտը հաշվարկվում է նրանց կողմից ներկայացված հաշվարկի հիման վրա տարեկան, այսինքն 2025 թվականի հաշվարկի երբ որ ներկայացնեն եւ նրանց մոտ առկա լինի 2,401,000 եւ ավել դրամ ուրեմն եկամուտ, համախառն եկամուտ, նրանք նույնպես կդառնան շահառու եւ պարտավոր են վճարել ապահովագրավճարը, իսկ ապահովագրավճարը վճարելուց հետո հաջորդող ամսվա 1-ից նրանք արդեն ձեռք կբերեն ապահովագրված անձի կարգավիճակ։ Իսկ նվազեցումների մասով կարող եք կրկին կարճ ասել եկամտային հարկի մասով եւ զինապահ հիմնադրամին ուղղող դրոշմանիշային վճարի մասով։ Դրույքաչափերը տարբեր են վճարումների համար, 201,000 եւ 201,000-ից մինչեւ 500,000 դրամ ստացողները վճարում են 4,800 դրամ։ Այս դեպքում պետությունը սուբսիդավորում է մնացած 6,000 դրամի տարբերությունը։ Իսկ 501,000 դրամից ավել ստացողները վճարում են ամբողջ դրույքաչափը 10,800 դրամի չափով։ Այսինքն իրենց դեպքում ոչ զինապահից է նվազեցում արվում, ոչ եկամտային հարկից։
Զինապահը առանձին է, որովհետև զինապահից նվազեցումը կատարվում է բոլորի համար, այսինքն անկախ ապահովագրության համակարգում ներառում են թե ոչ, եւ մինչեւ 1 միլիոն դրամ ստացողների համար զինապահին կատարվող դրոշմանիշային վճարը հավասարվում է 1000 դրամի, այսինքն տարբերության մասը տվյալ անձանց համար ուղղվում է ապահովագրական վճարին առողջության։ Իսկ 1 միլիոնից բարձր 1 միլիոնից բարձրի համար զինապահ հիմնադրամի վճարը չի փոխվում եւ ապահովագրավճարը 10800 դրամ է կազմում ամսական։ Հաշվապահները բազմաթիվ հարցեր են ուղարկել, որոնք նաեւ ձեր ասածներից բխող հարցեր են, բայց հերթով կանք մենք քանի որ հարցերը շատ էին իրականում մենք փորձել ենք դասակարգել եւ եթե կրկնվում էին ընդհանուր մեկ հարցով ներկայացնել բայց մեր հարցերում կարող են լինել կրկնություններ որովհետեւ կոնկրետ հաշվապահի օրինակ հետաքրքրում էր կոնկրետ աշխատակցի հետ կապված վճարումները Այսպիսով, եթե աշխատակիցը ստանում է 200,000 դրամից ավել աշխատավարձ եւ ունի աշխատամության կարգ, այդ դեպքում պետությունն է վճարում ապահովագրավճարը, թե ինքը աշխատողը։ Ուրեմն 2026 թվականի ընթացքում այս դեպքում աշխատողից վճարը պահվում է, բայց այն պահին, երբ որ արդեն հիմնադրամը տեղեկություն է ստանում հարկային մարմնից, թե որ անձանց համար է պահումները եղել, հիմնադրամը այդ պահված գումարը հետ է վերադարձնում տվյալ շահառուին։ Որքան ժամանակ հետո է հետ վերադարձնում։ 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Դրա համար ուղղակի առաջին անգամ մեր այդ քաղաքացիները պետք է էլեկտրոնային դիմում ուղարկեն, ուրեմն հիմնադրամին ուղղակի նշելով իրենց բանկային այն հաշիվը, որին որ գումարը պետք է հետ վերադարձվի։ Եթե աշխատակիցը երկու տեղ է աշխատում համատեղությամբ, յուրաքանչյուր աշխատավայրում աշխատավարձը 200,000 դրամից ցածր է, բայց հանրագումարը գերազանցում է 200,000-ը, այս դեպքում նա դառնում է ապահովագրավճարող թե ոչ։ Ոչ, այդ դեպքում չի դառնում, որովհետև ցանկացած աշխատատեղում ստացած աշխատավարձը պետքա 200,001 դրամից ավել լինի, որպեսզի նա դառնա ապահովագրավճար վճարող։ Հանրագումարով չի։ Ոչ, հանրագումարով։ Եթե քաղաքացին աշխատում է ժամավճարային հիմունքով եւ ամեն ամիս ստանում է տարբեր աշխատավարձ, օրինակ 195,000, 300,000, կարող է մի ամիս բոնուսներ ստանալ 500,000 դրամը գերազանցել, այս դեպքում ինչ մեխանիզմով է աշխատելու իր ապահովագրավճարը։ Եթե տվյալ հաշվետու ամսվա համար նրա աշխատավարձը գերազանցել է 200,001 դրամը, նա դառնում է շահառու եւ հաջորդող 12 ամիսների ընթացքում պարտավորվում է վճարել ամսական իր դրույքաչափին համապատասխան գումարը։ Այսինքն, եթե 200-ից 500,000 դրամ է, այդ դեպքում 4,800 դրամ ամսական, 501,000 դրամից ավել, արդեն 10,800 դրամ։ Եկեք օրինակով էլ կոնկրետ հասկանանք, որովհետև ես օրինակ լավ չհասկացա ձեր ասածը։ Եթե դեկտեմբերին աշխատակիցը ստացել է 190,000 դրամ, հունվարին արդեն 340,000 դրամ, տարին փակվելիս ինքը չի համարվում վճարող։ Այսինքն ամբողջ տարվան համար ինքը այդ դեպքում չի վճարում, բայց հունվարից սկսում է վճարել։ Նայեք, ապահովագրված անձինք վճարող համարվում են, երբ որ նրանց աշխատավարձը 200,001 դրամից ավել է։ Ուղղակի 2026 թվականի համար, այսինքն որ 2026 թվականի ընթացքում ցանկացած ամսվա կտրվածքով է դիտարկվում աշխատավարձի չափը։ Այսինքն եթե օրինակ հունվար ամսվա համար նրա աշխատավարձը 200,001 դրամից ավել է, այդ դեպքում արդեն փետրվար ամսին տվյալ աշխատողի համար, նախատեսվում է, որ ինքը պետք է դառնա ապահովագրավճար վճարող, պահումը կատարվում է եւ երբ որ արդեն ուղարկվում է նույնականացվում է տվյալ անձը, ինքը դառնում է ապահովագրված հաջորդող 12 ամիսների ընթացքում։ Եվ այստեղ անկախ աշխատավարձի փոփոխությունից նվազեցման առումով
այդ պարտավորությունը աշխատողը կրում է վճարում։ Այսինքն եթե տարվա մեջ նույնիսկ 1 ամիս 200,000-ը գերազանցեց եւ կապ չունի մնացած 11 ամիսը դրանից ցածր է, ինքը դառնում է ամբողջ տարվա համար վճարում։ Այո, 12 ամսով ձեռք է բերում ապահովագրված անձի կարգավիճակ եւ պարտավորություն է կրում այդ ժամանակահատվածի համար իր աշխատավարձի չափից կախված վճարել այդ դրույքաչափը։ Այստեղ կրկին հարցերը ոնց որ տրամաբանական շարունակությունն են միմյանց, գուցե ինչ որ կրկնություն լինի, բայց կարդամ։ Անձի 2025 թվականի նոյեմբեր ամսվա աշխատավարձը կազմում է 1.1 միլիոն դրամ եւ 26-ի հունվարի 1-ից համարվում է ապահովագրական վճար կատարող։ Հետեւաբար անձը իր աշխատավարձից վճարում է 10,800 դրամ, սակայն 26-ի մարտ ամսվա ընթացքում աշխատավարձը նվազում է 250,000 է դառնում, ապա արդյոք այդ անձը մարտ ամսից կարող է վճարել 4,800 դրամ եւ օգտվել պետության կողմից տրամադրող այն 6,000 դրամից։ Այո, կարող է, որովհետեւ դրույքաչափը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա աշխատավարձի չափից ելնելով։ Այսինքն կարող է ամիս լինել վճարի 10,800, որ ամիսը որ քիչ է 4,000, այդ դեպքում ո՞նց է կարգավորում, դա ինքնաշխատ եղանակով է, թե հաշվապահներն են։ Չէ, ինքնաշխատ եղանակով հաշվարկը կկատարվի հարկային մարմնի կողմից, արդեն հաշվետվությունները ներկայացնելիս իրենց հաշվարկներում գործատուները կտեսնեն, բացի դա մենք նաև հիմա աշխատում ենք հաշվապահական ծրագրեր սպասարկող խոշոր ընկերությունների հետ, որպեսզի այդ մեխանիզմը նաև կիրառելի լինի հենց հաշվապահական ծրագրերում։ Եթե անձը ընդունվել է աշխատանքի 2025-ի դեկտեմբերի 20-ին եւ նրա դեկտեմբեր ամսվա աշխատավարձը կազմում է 280,000 դրամ, արդյոք անձը համարվում է ապահովագրական վճար կատարող 26-ի հունվարի 1-ից եւ պետք է ապահովագրության վճարի 4,800 դրամի պահումը կատարվի 25-ի դեկտեմբեր ամսվա աշխատավարձից։ Ոչ, որովհետև 2026 թվականի հունվարի 1-ից ապահովագրված են համարվում եւ պարտավորություն են ունենում վճարման դեկտեմբերի 25-ի դրությամբ աշխատող այն քաղաքացիները, որոնց նոյեմբեր ամսվա աշխատավարձը 200,001 դրամից ավել է եղել։ Այսինքն հիմք է ընդունվում նոյեմբեր ամսվա ցուցանիշը։ Մյուս հարցը, եթե աշխատակիցն արդեն իսկ ունի առողջության ապահովագրություն մասնավոր ընկերությունում, այս հարցը գիտեմ, որ մի քանի անգամ պարզաբանվել է, բայց կուզեմ նորից խոսենք, նա միանալու է պետականին, եթե աշխատավարձը գերազանցվում է 200,000-ը։ Այո, նա դառնալու է ապահովագրավճար վճարող եւ ապահովագրված անձ եւ մասնավոր ապահովագրական ընկերության հետ նրանց կազմակերպությունը պետք է արդեն որոշի հետագայում այդ լրացուցիչ փաթեթների շրջանակներում ինչպիսի ծառայություններ են առաջարկվում, եթե նման ցանկություն իհարկե կլինի։ Հա, այսինքն այս դեպքում ինչ որ պետականը չի ծածկում, հա, արդեն մասնավոր են կարող են դիմել, այդ դեպքում դուք ինչ եք կանխատնեսում մասնավոր ընկերությունները կիչեցնեն գները։ Մասնավոր ընկերությունները գների իջեցումը ես չգիտեմ, բայց իրենց փաթեթների վերակառուցում պետք է իրականացնեն, որովհետև կան բազմաթիվ ծառայություններ, որոնք ընդգրկված են հիմնական փաթեթում եւ նրանք պետք է այդ վերակառուցեն իրենց փաթեթները, որպեսզի դրան համապատասխան լրացուցիչ որոշակի ծառայություններ ընդգրկեն եւ առաջարկեն այդ քաղաքացիներին։ Իսկ արդեն հստակ ցանկ, թե ապահովագրությունը, համընդհանուր ապահովագրության շրջանակներում որ ծառայություններն են ներառվում։ Իհարկե կա, մենք արդեն այդ ծառայությունները, այսինքն առողջապահության փաթեթում ներառված ծառայությունները հրապարակել ենք եւ իդրաֆթում եւ արդեն ներկայացվել է կառավարություն եւ առաջիկա նիստում ակնկալվում է, որ այդ փաթեթը կհաստատվի։ Այսինքն, եթե ցանկություն կա դա տեսնելու, պետք է իդրաֆտից նայել։ Հա, իդրաֆտից կարող են նայել։ Կարող ենք այդ հղումը մեր այս հարցազրույցի մեկնաբանություններում կդնենք, եթե դուք փոխանցեք հետագայում։ Եվ առհասարակ ես կառաջարկեի, քանի որ հարցերը շատ են, գուցե մենք հարցազրույցի ընթացքում շատ հարցեր չկարողանանք բարձրաբանել, եթե հաշվապահները, քաղաքացիները ունենան հարցեր, ես առաջարկում եմ մեր այս հարցազրույցի մեկնաբանություններում դնել ու եթե դուք դեմ չեք, ձեր օգնությամբ պատասխանները ներառենք, որովհետև այսպես մի տեսակ խոճապել է առաջանում
այն հաշվապահների մոտ, որոնք չեն կարողանում գտնել իրենց հարցերի պատասխանները, տարին փակում է, գիտեք, որ դեկտեմբեր ամսվա հաշվարկները սովորականից շատ են արվում եւ բողոքում են, որ ձեզ հետ չեն կարողանում կապվել, ի՞նչն է խնդիրը։ Երևի գիտեք, ինձ թվում է անհատական ֆորմատով իմ օգտակարությունը շատ ավելի ցածր կլինի, քան նման օրինակ հարցազրույցների կամ այդ ընդհանուր առմամբ հարցերը, հա, հիմնական հարցերի առաջանալու դեպքում դրանց պատասխանների հրապարակումներով։ Դրա համար ես պատրաստ եմ, եթե կլինեն մեկնաբանություններ, հավաքագրվեն հարցերը, հիմնական մենք դրանք որոշակի գրավոր տարբերակով պատասխաններում հրապարակենք։ Շատ լավ։ Նորից ենթահարցեր, եթե աշխատակիցը մի կազմակերպությունում ստանում է 150,000 դրամ, մեկ այլ կազմակերպությունում 210,000 դրամ, երկուսի դեպքում էլ վճարում է, թե մեկում։ Ոչ, միայն աշխատավարձի չափից ելնելով է վճարումը կատարվում, անկախ նրանից, թե այն կազմակերպությունն են, որտեղ նրանք աշխատում են, ինչքան է աշխատավարձի չափը, այսինքն աշխատավարձի չափը այստեղ կարևոր գործոն է, որովհետև եթե 2 կամ 3 կազմակերպություններում աշխատողը ստանում է 200,000-ից ավել աշխատավարձ, այդ դեպքում 3 գործատուների մոտից էլ առանձին հաշվարկը կատարվում է, պահումները կատարվում են, ու երբ որ գումարը փոխանցվում է եւ տեղեկությունը հաղորդվում է արդեն հիմնադրամի կողմից նորից նույն մեխանիզմով, այսինքն քաղաքացու էլեկտրոնային դիմումի հիման վրա ավել գումարը հետա վերադարձում իր բանկային հաշվին։ Այսինքն մեկ տեղից թողնում է, մնացած օրինակ 2 տեղից վերադարձվում։ Իսկ այդ գործընթացը հաշվապահն է անում, թե քաղաքացին ոնց է կազմակերպվում։ Որ գործընթացը։ Դիմում գրելու։ Քաղաքացին ինքը գիտի իր աշխատավարձի չափը որտեղից է վճարել, քանի գործատուները դրա մասին տեղեկացել դիմումը հիմնադրամին էլեկտրոնային ձևով դիմումը կլինի, ուղղակի քաղաքացին կմտնի այդ էջը կլինի դիմումի ձևաչափ։ Հա, դիմումի ձևաչափը կլինի, որտեղ որ ինքը կնշի իր բանկային հաշվի համարը, իր ստորագրությամբ եւ այլն, կուղարկի դիմումը եւ այդ իր հաշվի համարին, այսինքն իր ապահովագրավճարի ամսական դրույքաչափից ավել առաջացած գումարը հետ կվերադարձվի այդ հաշվի համարին 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Այսինքն եթե օրինակ վճարել է հունվարի համար, արդեն փետրվարի սկզբին կարող է լրացնել եւ ստանալ գումարը ամսական կտրվածքով է հետ ստանում, ոչ թե տարեկան։ Մենք օրենքով սահմանված է, որ հարկային մարմինը մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը պետք է այդ տեղեկատվությունը տրամադրի հիմնադրամին այդ ժամկետների շրջանակներում, այսինքն մոտավորապես մինչև ամսվա վերջ, երբ որ այսինքն մոտ 1 ամիս հետո գումարը վերադարձվում է։ Երբ որ մենք տեղեկատվությունը ամբողջապես արդեն կստանանք հարկային մարմնի կողմից, անմիջապես այդ գումարի վերադարձը տեղի կունենա։ Մեր մյուս հարցը, եթե աշխատակիցը նոյեմբերին ստանում է 180,000, իսկ 2026-ին աշխատավարձը բարձրացվում է 210,000, նոյեմբերին նկատի ունենք այս նոյեմբերին, քանի որ օրենքը կիրառվում է դեկտեմբերից, այդ աշխատակիցը մտնում է այս ապահովագրավճարի մեջ։ Ոչ, այդ դեպքում չի մտնում, որովհետև ես արդեն նշեցի, որ հունվարի 1-ից 2026 թվականի ապահովագրված կամ ապահովագրված կարող են լինել այն քաղաքացիները, ովքեր 25 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ ակտիվ աշխատող են, այսինքն ազատված չեն աշխատանքից եւ այլն, եւ նրանց նոյեմբեր ամսվա աշխատավարձը 200,001 եւ ավել դրամ է կազմել։ Այսինքն եթե տարվա ընթացքում դառնում է 210, միևնույնն է չի մտնում։ Չէ, ինքը արդեն կմտնի ավելի ուշ, այսինքն երբ որ իր աշխատավարձը կլինի 210,000 դրամ։ Օրինակ մայիսին դարձավ 210,000, հունիսից արդեն հունվարին հարկային մարմինը տեղյակ կլինի, որ այդ անձը 210,000 դրամ աշխատավարձ է ստանում, գործատուն արդեն պետք է այդ պահումը իրականացնի աշխատողից եւ փոխանցի հիմնադրամին, երբ որ տեղեկությունը արդեն փոխանցվի, որ այդ աշխատողից պահումը կատարվել է, հենց հաջորդ ամսվա 1-ից քաղաքացին կդառնա ապահովագրված։
Այսինքն, եթե ես ճիշտ եմ հասկանում, այս նոյեմբերը, որը շատ է շրջանառվում, միայն 2026-ի համար է ելակետային ամիս, եւ մնացած տարիների համար այդպես ելակետային ամիս չկա։ Հա, նախորդ։ Այսինքն այդ մենք ինչի ենք վերցրել 2026 թվականի համար նոյեմբեր ամիսը, որտեղ դեկտեմբեր ամիսը ինքը որպես կանոն տարբեր կազմակերպությունների կողմից բոնուսների, ճվաճանների եւ այլն ամիս է եւ այս դեպքում մեծ թվով աշխատակից Արհեստական բարձր աշխատավարձր կունենայի եւ հետագա ամիսներին արդեն այդ խնդիրները ավելի կսրվեին։ Դրա համար մենք 2026 թվականի հունվարի համար հիմք ենք վերցնում նոյեմբեր ամսվա աշխատավարձերը, իսկ արդեն 26 թվականի հունվարից հետո, հունվար ամսվանից սկսած, հիմք ենք վերցնում տվյալ ամսվա աշխատավարձի չափը։ Կարող է գրանցված աշխատողը հրաժարվել առողջապահության համընդհանուր ապահովագրությունից։ Ոչ, չի կարող, որովհետև առողջության համընդհանուր ապահովագրությունը պարտադիր է եւ ցանկացած քաղաքացի, ով ունի օրենքով սահմանված կարգավիճակ, ուրեմն պարտավոր է ներառվել առողջապահական համակարգում։ Իմ մյուս հարցը նման է առաջին հարցերից մեկին, երբ եւ 200,000 դրամից բարձր աշխատավարձ էր ստանում եւ ուներ հաշմանդամության կարգ, այս դեպքում 200,000-ից բարձր է ստանում, բայց 65 տարեկանից է բարձր, այսինքն էլի ոնց որ պետության կողմից վճարվող է, այս դեպքում պետությունը կվճարի թե քաղաքացին։ Այս դեպքում գործատուն իր համար պահում չի իրականացնի եւ նման քաղաքացիների համար պետական բյուջեից ամբողջությամբ, այսինքն 10,800 դրամի չափով գումարը կվճարվի հիմնադրամին։ Պետությունը պահում չի անի, բայց զինապահ հիմնադրամից նվազեցումներ կլինեն, թե չէ։ Այո, զինապահ հիմնադրամի նվազեցումները որևէ պարագայում չեն ուրեմն դադարում կիրառվել անկախ նրա կարգավիճակից վճարման ապահովագրավճարող է թե ոչ։ Այսինքն 65 տարեկանից բարձր քաղաքացին, եթե վճարում է օրինակ 5500 դրամ, արդեն 1000 դրամ է վճարելու, բայց 500 դրամ ավել գումար ինքը կստանա աշխատավարձ։ Քանի որ պետությունը իր փոխարեն կվճարի ապահովագրավճարն ամբողջությամբ։ Նույնը վերաբերում է նաև մնացած խմբերում ընդգրկված քաղաքացիներին, որոնք սուբսիդավորվելու են ամբողջությամբ պետության կողմից։ Եթե 67 տարեկան անձի 2025-ի նոյեմբեր ամսվա աշխատավարձը կազմում է 300,000 դրամ, սա մեր քննարկած հարցերին նման է, եւ 26-ի հունվարի 1-ից համարվում է ապահովագրական վճար կատարող, արդյոք անձը իր աշխատավարձից պետք է կատարի ապահովագրավճարի վճարում, թե պետության կողմից վճարելու է ապահովագրական վճարը։ Սա նորից նույն կարծես թե սանդղակին է վերաբերում 65 տարեկանից բարձր եւ աշխատավարձի չափը կապ չունի փաստորեն այստեղ։ Անկախ աշխատավարձի չափից 65+ տարիքի քաղաքացիները իրենք չեն վճարելու։ Իրենց փոխարեն վճարելու է պետությունը։ Արդյոք Արցախի քաղաքացիները համարվում են ապահովագրության վճար կատարողներ։ Արցախյան քաղաքացիները, որոնք որ ունեն գրանցված աշխատող են կամ անհաձեռնարկատեր են եւ նրանց համար կիրառելի է վերենշված աշխատավարձի չափը, համախառն չափը, իրենք համարվելու են ապահովագրավճար վճարողներ։ Մնացած այն քաղաքացիները, որոնք դեռևս չունեն որևէ կարգավիճակ, այսինքն նրանց մոտ դեռևս մնում է Արցախից տեղահանվածի կարգավիճակը, ստանալու են ուրեմն համապատասխան ծառայություններ առողջության ապահովման եւ բարելավման ծրագրերի շրջանակներում։ Առաջին կետի մասով ասացիք, որ պետք է իրենք Հայաստանի քաղաքացիություն ստացած լինեն։ Չէ, պարտադիր։ Պարտադիր չի։ Բոլորովին։ Վճարելու է արդյոք աշխատողը, եթե նա ընդհանրապես կներեք, իմ նշած եկամտից, հա, կախված ապահովագրված անձի կարգավիճակ ստացող քաղաքացիները պարտադիր չի, որ իրենք լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ռեզիդենտ, հա։ Մեր մյուս հարցերը դրանց մասին էր, հաշվապահները հարցնում են վճարելու է արդյոք աշխատողը, եթե նա Հայաստանի քաղաքացի է, բայց ոչ ռեզիդենտ։
Այո։ Վճարելու արդյոք աշխատողը, եթե նա Հայաստանի քաղաքացի չէ, բայց ռեզիդենտ է։ Այո։ Երկու դեպքում էլ այո։ Եթե աշխատողը հունվարի 1-ից վճարել է ապահովագրության համար եւ տարվա ընթացքում զրկվել է աշխատանքից, օրինակ հունվարին վճարել է, փետրվարից ազատվել է աշխատանքից, ինչպես պիտի կատարվի հետագա վճարումը։ Հետագա վճարումը պետք է կատարվի քաղաքացու կողմից, այսինքն պարտավորությունը հետագայում կրում է քաղաքացին եւ նա իր անձնական միջոցների հաշվին կամ եթե տեղափոխվում է այլ աշխատանքի եւ այլն հետագայում գործատուի միջոցներ։ Եթե փետրվարից մինչև դեկտեմբեր գործազուրկ է, միևնույն է ամսական 10800 դրամ պիտի վճարի, ինչպես է վճարելու, եթե դեպքում գործատու ունի ինքը։ Դա իր եկամուտների հաշվին։ Իսկ տեխնիկապես Տեխնիկապես անմիջականորեն հիմնադրամին պետք է կատարի համապատասխան վճարումներ։ Լինելու է հաշվեհամար եւ չնայած որ ինքը արդեն գործազուրկ է, աշխատանք չունի, ամեն ամիս տանելու է 10800 դրամ վճարի։ Չեմ կարծում, որ այստեղ անարդարության տար կար, որովհետեւ այդ դեպքում ինքը արդեն զինապահի նվազեցումներից օգտվելու հնարավորություն չունի, եկամտային հարկի վերադարձ չունի։ Անարդարությունը, նայեք, անարդարությունը կլինի այն դեպքում, երբ որ այդ քաղաքացին ստանա որոշակի ծառայություններ եւ այդ ծառայությունների դիմաց վճարեն մյուս ապահովագրված անձինք։ Այսինքն մեր սկզբունքը նա է, որ յուրաքանչյուր քաղաքացի առնվազն պետք է վճարի իր տարեկան ապահովագրավճարը, որպեսզի հիմնադրամը ունենա անհրաժեշտ ֆինանսական միջոցներ բոլոր քաղաքացիների տրամադրվող առողջապահական փաթեթի շրջանակներում ծառայությունները հասանելի դարձնելու համար։ Եթե մարդը աշխատանքի ընդունվում 200,000-ից բարձր աշխատավարձով տարվա կեսից, սա էլի մեր հարցերի կրկնություն է կարծես, ինչ կարգով է կատարվում ապահովագրավճարը։ Եթե տարվա կեսից, օրինակ ապրիլից է ընդունվում 200,000-ից բարձր, անմիջապես ներառվում է այդ դեպքում։ Հա, ինքը ներառվում է հաջորդող 12 ամիսների կտրվածքով։ Հաշվի առնելով, որ օրենքի նախագծի 47-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ապահովագրավճարի հաշվարկման եւ վճարման կարգը կիրառվում է 26 հունվարի 1-ից եւ որ 25 թվականի դեկտեմբեր ամսվա աշխատավարձը վճարվում է հաջորդ ամսվա 15-ը ընկած ժամանակահատվածում, արդյոք դեկտեմբեր ամսվա աշխատավարձի հաշվարկման ժամանակ ենթակա է կիրառման նշված օրենքի դրույթը, այսինքն արդյոք անգամ պահումները կատարվելու են դեկտեմբերի համար վճարվող աշխատավարձից։ Այդտեղ ոնց որ հոդվածների սխալ բաներ կար, որտեղ փոխանցել են 47 հոդված չունենք, ուղղակի 46-ը վերջանում է։ 45-րդ հոդվածում է։ Բայց դուք հասկացաք ինչ նկատի ունի հաշվապահը։ Ուրեմն դեկտեմբեր ամսվա աշխատավարձի հետ, երբ որ աշխատավարձերը վճարում են, հաշվապահները կարող են իրականացնել պահումները, բայց վճարումները դեռևս չեն կարող իրականացնել։ Վճարումները պետք է իրականացվեն արդեն հունվարի 1-ից հետո, երբ որ հարկային մարմնի կողմից արդեն կներկայացվեն հաշվետվությունները եւ արդեն իրենց հաշվետվությունների մեջ նրանք կտեսնեն իրենց պարտավորության չափը։ Բայց իհարկե, որպեսզի խնդիր չունենան հետագայում, լրացուցիչ ինչ-որ վճարումներ, պահումներ կատարելու եւ այլն, իրենք դեկտեմբեր ամսից արդեն այս ընդհանուր հայտնի տեղեկությունների հիման վրա կարող են պահումները իրականացնել։ Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով սահմանված անձիկ երբ են համարվելու ապահովագրության վճար կատարող անձ եւ արդյոք առկա է ստացված եկամուտի սահմանաչափ, որը գերազանցելու դեպքում այդ անձը կհամարվի ապահովագրության վճար կատարող։ Կպարզաբանեք նաև ում մասին է խոսքը։ Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետը։ 13-րդ կետը վերաբերում է պասիվ եկամուտներ ունեցողներին եւ քաղաքացիական իրավական պայմանագրերով աշխատողներին։ Իրենց համար ապահովագրությունը պարտադիր է 2027 թվականի հունվարի 1-ից։ Իսկ 26 թվականին իրենք որևէ կերպ չեն ներառվում։ Չեն ոչ։ Ինչպես են հաշվելու պասիվ եկամուտները եւ սանդղակները նույնն են ինչ ֆիզիկական անձանց դեպքում։ Նույնը կլինեն ինչ անհատ ձեռնարկատերի դեպքում, այսինքն հաշվի կառնվի իրացման շրջանառությունը կամ իրենց ընդհանուր շրջանառությունը եւ այլն։
Զինապահին փոխանցվող դրոշմանիշային վճարները ըստ առողջապահության նախարարի 4500 դրամը փոխանցվելու է վճարներից 4500-ը փոխանցվելու է ապահովագրությանը, արդյոք գործատուները պետք է շարունակեն այդ գումարը փոխանցել նույն հաշվեհամարով եւ ապահովագրական հիմնադրամին արդեն բյուջեից են փոխանցելու, թե պետք է այդքանով պակաս փոխանցեն, այսինքն միանգամից պակաս փոխանցեն, թե փոխանցեն հետո գումարը հետ փոխանցվի։ Չէ, իրանք պակաս, այսինքն պետք է, ես ոնց որ ասեցի, հա, պահումները իրականացնել ապահովագրավճարի չափով, արդեն իսկ հիմնադրամի զինապահ հիմնադրամին նախատեսելով ընդամենը 1000 դրամ։ Այսինքն միանգամից նվազեցված են փոխանցում։ Իհարկե, միանգամից նվազեցված զինապահ հիմնադրամին փոխանցում են 1000 դրամները, իսկ ապահովագրավճարի չափը ելնելով արդեն ապահովագրավճարի չափի սանդղակներից, ուղղակի պահումները կարող են անել, բայց փոխանցումները արդեն հարկային մարմինը կտեղեկացնի։ Նաև հարցնում են այս հարցի հետ կապված, ընդհանրապես կա հստակություն, թե մինչև որ ամսաթիվն է փոխանցվում եւ որ հաշվեհամարով։ Իհարկե կա հստակեցում, օրենքով սահմանված է մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը, ինչպես բոլոր հարկային եւ հարկային պարտավորությունները։ Իսկ հաշվեհամարը։ Հաշվեհամարը լրացուցիչ կտեղեկացվի, քանի որ դեռ հիմնադրամը ստեղծված չի, մենք դեռ հաշվեհամար չունենք եւ հաշվեհամարը կլինի արդեն հունվարի 1-ից։ Իսկ հիմնադրամի ստեղծումը ինչի է ուշանում եւ արդյոք սա ավելորդ քաշքշուկ չի առաջացնում, եթե տեսեք օրինակ հաշվեհամարը չկա, հաշվապահների մոտ հարց է առաջանում, այսինքն պիտի լարված սպասեն մինչեւ լինի գուցե հաշվեհամարը լինի, իրենք չիմանան։ Չէ, հաշվեհամարի հարցը լարվածության ոչ մի խնդիր չկա, ուղղակի պահումները պետք է անեն, ինձ թվում է բոլոր հաշվապահները տեղյակ են այդ ամենի մասին, իրանք բազմաթիվ այդպես գործարքներ իրականացրել են, պահումները կատարել են, հետո նոր, ասենք, չգիտեմ, շատ ավելի ուշ վճարումներն են կատարել։ Այսինքն հանգիստ լինեն։ Իսկ հիմնադրամի ստեղծման հարցը երբ է։ Հիմնադրամը ստեղծվում է օրենքով, քանի որ օրենքը նոր է հաստատվել, մենք արդեն կանոնադրությունը բոլոր անհրաժեշտ իրավական ակտերը ներկայացրել ենք կառավարության եւ հուսով եմ որ առաջիկա կառավարության նիստում այդ բոլոր փաստաթղթերը կընդունվեն եւ դրանից հետո արդեն կընթանա հիմնադրամի պետական գրանցման, կանոնադրության պետական գրանցման գործընթացը, հաշվեհամարների բացումը եւ մնացած բոլոր գործընթացները մենք ժամանակին կիրականացնենք, այնպես որ անհանգստանալու կարիք չկա։ Մյուս հարցը պոակներին է վերաբերում։ Պոակների աշխատողների դեկտեմբեր ամսվա աշխատավարձը վճարվելու է մինչև դեկտեմբերի 25-ը։ Ինչպես պետք է կատարենք պահումները։ Ես արդեն խոսեցի դրա մասին, հենց հատուկ նաև բյուջետային հիմնարկների, նաև պոակների հետ կապված, որովհետև բյուջետային կազմակերպությունները իրենց բոլոր վճարումները պետք է իրականացնեն մինչև դեկտեմբերի 31-ը ընթացիկ տարվա։ Դրա համար ուղղակի պետք է նրանք ելնելով արդեն այն անձանց տվյալներից, ովքեր որ ապահովագրավճար վճարով են հանդիսանում նոյեմբեր ամսվա տվյալների հիման վրա եւ դեկտեմբերի 25-ի դրությամբ նրանք ակտիվ աշխատող են, այսինքն ազատված չեն աշխատանքից եւ այլն, պետք է նրանց համար ուղղակի պահումները կատարեն աշխատավարձերը վճարելուց եւ հաջորդ ամսին արդեն երբ որ այդ հաշվեհամարը պարզ կլինի եւ նաեւ հարկային մարմնում հաշվետվությունները ներկայացնելիս նրանք կտեսնեն հստակ գումարը, ինչքան պետք է վճարեն, այդ ժամանակ արդեն իրենց վճարումները կատարեն։ Ապահովագրական համակարգի մեջ այս տարի չընդգրկված անձիկ ինչպես են շարունակելու օգտվել առողջապահության առաջնային պահպանման ծառայություններից, շտապօգնությունից եւ այլն։ Ուրեմն կառավարությունը ներկայացված ենթաօրենսդրական փաթեթի շրջանակներում մենք նաև ներկայացել ենք ուրեմն առողջության ապահովման եւ բարելավման ծրագրերի շրջանակներում նվազագույն եւ լրացուցիչ ծառայությունների ուրեմն համար անհրաժեշտ կարգավիճակ եւ վիճակը բնութագրող բնակչության խմբերին եւ այն բոլոր ծառայությունները, որոնք որ մատուցվելու են չափահովագրված, այդ թվում նաեւ չափահովագրված անձանց եւ այդ նվազագույն ծառայությունների մեջ ներառված է նաեւ առողջության առաջնային պահպանման ծառայություններ, շտապ բժշկական օգնության ծառայություններ, իհարկե որոշակի սահմանափակումներով, տարեկան մինչև 8 կանչով, անհետաձգելի բուժօգնության ծառայությունները
սրտի անհետաձգելի բուժօգնության ծառայությունները, այսինքն բոլոր այն ծառայությունները, որոնք հասանելի են եղել մեր քաղաքացիներին, ուրեմն պետական պատվերի շրջանակներում բոլոր քաղաքացիներին, դրանք շարունակելու են հասանելի լինել նաև ապահովագրության ներդրումից հետո, եթե նրանք ունեն չապահովագրված անձի կարգավիճակ։ Բացի դա, որոշակի կարգավիճակ կամ վիճակ ունեցող քաղաքացիների համար հասանելի կլինեն նաև լրացուցիչ ծառայություններ, օրինակ նույն հղիության, հսկողության, ծննդաբերության, այդ բոլոր ծառայությունները հասանելի կլինեն հենց հղիության փաստ արձանագրված կանանց մոտ, նաև որոշակի մասնագիտացված բժշկական օգնության ծառայություններ, լրացուցիչ լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ նույնպես հասանելի կլինեն որոշակի խմբերում նշված անձանց։ Դրանք բոլորը կառավարության որոշմամբ սահմանվելու են, թե այդ անձանց կարգավիճակը, թե վիճակը, թե նաև ծառայությունների ծավալը, որոնք հասանելի կլինեն այդ խմբերում ներառված քաղաքացիներին։ Կուզեմ մի անգամ էլ հստակեցնենք, եթե քաղաքացին 18-ից 65 տարեկան է, չունի հաշմանդամության կարգ, նպաստառու չի, այսինքն որևէ պետական աջակցությունից չի օգտվում, բայց 2026-ին էլ աշխատանքի չի հասնում, 26-ին, 27-ին այդպես չի աշխատում, պարզապես ցանկություն չունի աշխատելու, ինքը այս առողջապահության համընդհանուր ապահովագրության մեջ երբ է ներառվելու է, թե չէ ի վերջո։ Ուրեմն այն քաղաքացիները, որոնք որ չունեն ոչ աշխատանք, այսինքն աշխատավարձ, ընդգրկված չեն որևէ սոցիալական խմբերում եւ չունեն пассив եկամուտներ, դա է շեշտենք։ Հա, նրանք հնարավորություն ունեն ընդգրկվել ապահովագրության համակարգում որպես փոխկապված անձ, եթե նրանց ընտանիքի անդամը աշխատող է, այդ անձը կարող է իրեն ընդգրկել որպես փոխկապված անձ եւ ինքն էլ վճարի այդ անձի ապահովագրավճարը։ Այսինքն եթե ես հիմա իմ ընտանիքի անդամին ներգրավում եմ, այդպիսի մեխանիզմ կա, որքան եմ ես վճարում արդյոք։ 28 թվականից գործելու է այդ մեխանիզմը դրույքաչափը, ընդհանուր դրույքաչափը ամսական 10800 դրամի։ Այսինքն երկու անգամ եմ 10800 վճարում այս դեպքում։ Եթե ձեր աշխատավարձի չափին համապատասխան դուք վճարում եք 10800 դրամ, նրա փոխկապված անձի համար պետք է վճարեք 10800 դրամ։ Այսինքն անկախ ձեր աշխատավարձի չափից փոխկապված անձի համար վճարումը ապահովագրավճարի ամսական դրույքաչափի չափով է կատարվում 10800 դրամ։ Այս պահին 10800 դրամ։ Ոստեն չեցող սարմոթելի կանին է գործելու։ Այդ ժամանակ կա կանխատեսումներ կամ երաշխիքներ, որ 10800-ը չի դառնա օրինակ 15000 դրամ, ինչից է կախված լինելու դա։ Դա կախված է լինելու նրանից, թե մենք ինչպես կօգտագործենք մեզ հասանելի ուրեմն երաշխիքները, ծառայությունները ու նաև այդ ուրեմն ծառայությունների գների, արժեքների փոփոխություններից, օրենքով սահմանված են բոլոր այն գործոնները, որոնք որ ազդում են, հիմք են հանդիսանում ապահովագրավճարի հաշվարկման համար, եւ այդ գործոնների փոփոխության արդյունքում, եթե ուրեմն հիմնադրամը գնահատի, որ ապահովագրավճարի չափի փոփոխություն պետք է տեղի ունենա, օրենքով սահմանված կարգով հոգաբարձուների խորհուրդը դիմում է լիազոր մարմնին եւ ազգային ժողովում պետք է յուրաքանչյուր տարի ուրեմն լիազոր մարմնի ղեկավարը ներկայացնի ապահովագրավճարի, ապահովագրական փաթեթի, ներառվող շահառուների խմբերի փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ։ Այսինքն կարող է փոխվել նաև օրինակ զինապահի վճարների այդ նվազեցումը կամ եկամտային հարկի նվազեցումը, դրանք ենթակայեն փոփոխման, թե հստակ մնալու են։ Ես չեմ կարծում, որ հիմնադրամի հետ կապված նման փոփոխությունների առաջարկներ կլինեն, այստեղ խոսքը վերաբերվում է զուտ հիմնադրամի գործառույթներից ելնելով որոշակի փոփոխությունների,
անհրաժեշտության մասին օրենքով սահմանված է, որ յուրաքանչյուր տարի բյուջեի կատարողականի զեկույցի ժամանակ, ներկայացման ժամանակ լիազոր մամի ղեկավարը նաև պետքա զեկույցի հիմնադրամի նախորդ տարվա գործունեության վերաբերյալ ու նաև անհրաժեշտության դեպքում ներկայացնի առաջարկություններ իմ նշած ուղղությունների մասով, այսինքն ապահովագրավճարի, ապահովագրական փաթեթի փոփոխությունների, դեպահուստային ֆոնդի, փոփոխման եւ այլն այդ հարցերի հետ կապված առաջարկներ պետք է ներկայացնի։ Այն շեմերը, որոնք դուք նշեցիք, կարծես վերաբերում է պայմանագրային աշխատողներին, պայմանագրով գրանցված, մենք ունենք նաև քաղաքական հիմունքներով աշխատող մարդիկ եւ այս դեպքում իրենց վճարումները ինչպես է կատարվելու, արդյոք էլի գործատուն է կատարելու, այսինքն զուտ տեխնիկական մասը նկատի ունեմ եւ նույն շեմերն են գործելու ինչ պայմանագրային աշխատողների դեպքում։ Նայեք, քաղաքական պայմանագրերով աշխատողների համար ուժի մեջ համընկնում 2027 թվականի հունվարի 1-ից։ 26-ին իրենք չեն մասնակցում։ Ոչ, 26-ին որևէ կերպ իրենք չեն մասնակցում, ու եթե քաղաքացիները ունեն օրինակ, այսինքն գրանցված վարձու աշխատող են հանդիսանում ու նաև ունեն զուգահեռ քաղաքական որևէ պայմանագիր, այս դեպքում քաղաքական պայմանագրով սահմանված գումարի նկատմամբ որևէ պահում կամ վճարում չի կիրառվում։ Նույնիսկ եթե քաղաքականը 200,000-ը գերազանց կապ չունի։ 27 թվականից քաղաքական պայմանագրերի շրջանակներում արդեն այդ դեպքում ծառայություններ մատուցողի եւ այդ ծառայությունները պատվիրողի փոխհարաբերություններ, այսինքն պայմանագրով իրենք ոնց որ կպայմանավորվեն։ Շատ քաղաքական պայմանագրերում սահմանվում է, որ հենց պատվիրատունն է իրականացնում բոլոր վճարները, հարկային պարտավորությունները, շատ դեպքերում ծառայություններ մատուցողն է, այսինքն դա կախված է արդեն տեխնիկայի զուտ հարցեր է, թե ոնց կպայմանավորվեն մեկնեսը։ Իսկ քաղաքական հիմունքներով աշխատողները 2027 թվականի համար որ ամսից պետք է վճարեն, այսինքն երբ կատարեն վճարումը եւ արդյոք տարեկան է թե ամսական է վճարումը լինելու։ Օրենքով սահմանված է, որ քաղաքական պայմանագրերով աշխատողների համար նորից ամսական է լինելու վճարումները եւ հիմքա վերցվելու նախորդող ժամանակահատվածում իրացման շրջանառությունը, կամ պայմանագրային գումարը ամեն հավանականությամբ։ Իրենց դեպքում էլ եթե նույնիսկ 1 ամիս գերազանցեց 200,000-ը ամբողջ տարվա համար ներառվում են։ Այստեղ ամսական չափը չի հաշվի առնում, այլ նախորդ տարվա։ Նախորդ տարվա միջին ցուցանիշը։ Իսկ քաղաքականների դեպքում էլի գործատունը հաշվապահն են, դա տեխնիկական մասն եմ հարցնում, գործատունը հաշվապահն են վճարում իր աշխատավարձից, թե քաղաքացին ինքը պիտի տանի, օրինակ պետական բյուջեի միասնական հաշիվ վճար, ինչպես է դա արվում։ Դա զուտ տեխնիկական հարց է, նայած թե իրենց պայմանագրում ոնց ֆիքսված կլինի։ Եթե այդ պարտավորությունը գործատունն է կրում, այդ դեպքում գործատուն պետք է վճարում իրականացնի, եթե քաղաքացին։ Այսինքն օրենքը թույլ է տալիս, որ գործատուն դա անի։ Իհարկե, եթե պայմանավորվեն, որ գործատունն է իրականացնելու, ինձ թվում է որևէ խնդիր չկա, զուտ տեխնիկական հարց է, դա արդեն հարկային մարմնում այդ փոխհարաբերությունների, այսինքն այդ հաշվետվությունների կազմման եւ այլնի հետ կապված հարցեր է։ Մենք ունենք հարցեր նաև ԱԶ-ների հետ կապված, փորձենք գոնե արագ մի քանի հարցերի վրա անցնել։ Այստեղ ասում են ինչպես եւ որքան են վճարելու ԱԶ-ները, որոնք աշխատողներ չունեն։ ԱԶ-ները աշխատողների հետ ընդհանրապես կապ չունեն։ ԱԶ-ն վճարելու է իր համար, այսինքն անհաձեռնարկատերը, որպես այսպես անհաձեռնարկատեր, հա։ Ես արդեն նշեցի, որ 2025 թվականի հաշվարկը ներկայացնելուց հետո, եթե համախառն եկամուտը 2,400,001 դրամից ավել է, ԱԶ-ն պարտավոր է վճարի մինչև ուրեմն ապրիլի 20-ն պարտավորությունը, բայց կարող է ավելի շուտ վճարել եւ վճարումը կատարելուց հետո հաջորդ ամսվա 1-ից ձեռք բերի ապահովագրված անձի կարգավիճակ։
Ածները եւ նոտարները 2026 թվականի ընթացքում վճարելու են տարեկան ապահովագրավճարը, այսինքն ամբողջությամբ տարեկան ապահովագրավճարի դրույքաչափը։ Բայց արդեն 2027 թվականից մենք նախատեսում ենք, որ անհատականացված հաշիվները մենք կունենանք արդեն եւ ամսեկանելի վճարումներ կիրականացնեն թե ածները, թե пассив եկամուտ ունեցողները։ Այսինքն 26 թվին տարեկան կվճարենք, 26 թվականին, 26 թվականի համար տարեկան ապահովագրավճարի դրույքաչափը ամբողջությամբ պետք է վճարեն։ Ժամկետը նորից կնշեք, մինչև երբ պետք է վճարեն։ Մինչև ապրիլի 20-ը։ Իրենց ընդհանուր էլի հարկային պարտավորությունների կատարման ժամկետն է, բայց ելի եմ ուզում կրկնեմ, որ նրանք ավելի շուտ կարող են հաշվարկը ներկայացնել, ավելի շուտ վճարել եւ ավելի շուտ ձեռք բերել ապահովագրված անձի կարգավիճակ։ Վճարումը կատարելուց հետո հենց հաջորդող ամսվա 1-ից նրանք ձեռք կբերեն ապահովագրված անձի կարգավիճակ։ Ձեր ասած իմաստով մեր հաշվապահներից մեկը նշել է, որ օրենքում նշված է, որ ածները եւ նոտարները վճարումը կատարում են ամսական, իսկ նախարարության էջում հրապարակված ուղեցույցում նշված է, որ վճարումը կատարվում է տարեկան։ Ինչպես հասկանալ հակասությունը։ Ես կխնդրեմ, որպեսզի մեր հաշվապահները, ածների ներկայացուցիչները ավելի ուշադիր նայեն օրենքի 45-46-րդ ամսումային դրույթները, որովհետև այնտեղ նշված են բոլոր կարգավորումները 2026 թվականի համար։ Հաշվապահը ներկայացրել էր օրենքի կետերը, ես ամենայն դեպս բարձրաձայնեմ դրանք, հարցը ամբողջական ասեմ, ըստ այս պահին ազգային ժողովի էջում դրված օրենքի երկրորդ ընթերցմամբ ընդունված տեքստի ածները եւ նոտարները որպես նույն օրենքի 11-րդ հոդվածի երկրորդ մասի 12-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցողներ, ըստ նույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի նշված անձանց համար վճարման ենթակա է ապահովագրավճարի 100%, որը վճարվում է ինքնուրույն, մինչև ապահովագրավճար վճարողի կարգավիճակ ստանալու ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա 20-ը բյուջե փոխանցելու միջոցով։ Շատ ճիշտ է, բայց մենք 45-րդ հոդվածով մինչև 2027 թվականի հունվարի 1-ը օրենքի որոշակի դրույթներ, այդ թվում նաև մեր հարգարժան հաշվապահի կողմից նշված դրույթը չենք կիրառելու, այլ կիրառվելու է տարեկան դրույքաչափը, որը որ ավելի մանրամասնեցված է 46-րդ հոդվածում ածների մասով։ Եթե ածեի գործունեությունը դադարեցված է օրենքի ուժի մեջ մտնելու պահին, սակայն 25-ի համար ներկայացվող հարկային հաշվարկներով շրջանառությունը 2.4 միլիոնը գերազանցում է, արդյոք այդ ածեն 2026-ի հունվարի 1-ից կհամարվի ապահովագրական վճար վճարող եւ պետք է արդյոք վճարի մինչեւ 2026-ի ապրիլի 20-ը։ Ուրեմն նայեք, եթե հաշվարկը ներկայացնելու պահին ածեի գործունեությունը դադարեցված է, ինքը ապահովագրական վճարող չի համարվելու։ Կհամարվի, երբ որ իր գործունեությունը կվերսկսվի, օրինակ նույն 26 թվականին նորից գործունեությունը վերսկսի, եւ ուրեմն պարզ լինի, որ 2025 թվականի տարեկան արդյունքներով իր համախառն եկամուտը 2.4 միլիոն դրամից ավել է, այդ դեպքում ինքը կհամարվի ապահովագրավճար վճարող, պետք է կատարի այդ վճարը եւ արդեն ձեռք բերի ապահովագրված անձի կարգավիճակ։ Այսինքն կոնկրետ այս օրինակի դեպքում չի դառնում։ Չի դառնում վճարող։ Մենք դիտարկում ենք միայն այդ պահին, ուրեմն գործունեությունը ակտիվ անած ձեռնարկատերին եւ նոտարներին։ Հանձն 2025 թվականի իրացման շրջանառության գերազանցման դեպքում արդյոք պետք է մինչև 26-ի ապրիլի 20-ը վճարի 1 տարվա ապահովագրավճար 129,600 դրամն ամբողջությամբ, սակայն օգտվի ապահովագրական փաթեթից հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը։ Ոչ, ԱԾ-ն ապահովագրված անձի կարգավիճակ ձեռք է բերում միայն ապահովագրավճարի տարեկան դրույքաչափը վճարելուց հետո։ Այսինքն հաջորդող ամսվա 1-ից։ Հաջորդող ամսվա 1-ից։ Ամսվա 1-ից մինչև 12 ամիս։
Այս հարցն էլ գուցե ինչ որ կրկնություն պարունակի, բայց ամենայն դեպս հնչեցնենք տարեկան եկամուտների մասով է նորից։ Եթե նույն քաղաքացին եւ ԱԶ-ով է եկամուտ ստանում եւ կարող է այլ пассив եկամուտներ ստանալ, մենք խոսեցինք ավանդներ, օրինակ անշարժ վարձակալությունից գումարներ է ստանում, եւ դրանցից յուրաքանչյուր, այսինքն եւ ԱԶ-ով ստացածը եւ пассив եկամուտը 2.4 միլիոն դրամը չի գերազանցում։ Արդյոք 2026-ից ապահովագրված անձ է նա համարվում, թե ընդհանուր գումարով պետք է հաշվարկվի։ Սա նույնն ինչ որ խոսում ենք վերևում երկու աշխատավարձների մասին։ Չէ, առանձին հաշվարկվում։ Եթե ոչ մեկով չի համարվում ապահովագրավճարող, ուրեմն նա չի կարող դառնալ ապահովագրված անձ, չի կարող ձեռքբերել ապահովագրված անձի կարգավիճակ։ Եթե մեկով օրինակ գերազանցում է, օրինակ ԱԶ-ով մեկ տեղով է վճարում։ Եթե գերազանցում է, ուրեմն երկու տեղով էլ արդեն պետք է կատարի վճարումը։ Եթե մեկ տեղով է գերազանցում, երկու տեղով պիտի վճարի։ Նույնիսկ այն դեպքում, երբ որ պասիվ եկամուտը օրինակ 1.9 միլիոն դրամ է։ 2027 թվականից, ճիշտ ասած, պասիվ եկամուտները 2027 թվականից են սկսվելու կիրառվել պասիվ եկամուտների նկատմամբ, այդ կարգավորումն է դրված, բայց այստեղ մի հատ հետաքրքիր բան էլի, որ մենք երևի չքննարկեցինք, երբ քաղաքացին եւ վարձու աշխատողը եւ ԱԶ ունի, այս դեպքում էլի եւ ենթադրենք որպես վարձու աշխատող իր աշխատավարձը 200,001 եւ ավել դրամ է եւ բարձում է որ որպես ԱԶ էլ 2.401.000, հա, 1000 եւ ավել դրամ է։ Այս դեպքում էլի քաղաքացին որպես ԱԶ երբ որ ներկայացնում է հաշվարկը պետք է կատարի այդ վճարումը, բայց արդեն հիմնադրամը իրեն այդ մնացորդ գումարը, այսինքն այդ տարեկան ապահովագրավճարի ավել գումարը նորից նույն սկզբունքով յուրաքանչյուր ամիս հետ կվերադառնի։ Բայց ես ուզում եմ նախորդ հարցին հետ գամ, որովհետև լավ չհասկացա սկզբունքը։ Եթե քաղաքացին ունի пассив եկամուտ, որը չի գերազանցում 2.4 միլիոն, пассив եկամուտի դեպքում էլ է, չէ, 2.4 միլիոնը շեմը։ Հա։ Բայց ԱԶ-ինը գերազանցում է, ԱԶ-ինը հասկանում ենք, շեմը գերազանցել, բայց եթե пассив եկամուտինը չի գերազանցում, ինչի համար է ինքը վճարում երկու տեղով։ Հա, չէ, նայեք, ինքը նորից վճարում է, որովհետև ցանկացած հաշվարկման բազայի դեպքում ինքը պետքա վճարի։ Մենք ունենք 3 հաշվարկման բազաներ։ Այդ հաշվարկման բազաներից ցանկացածի դեպքում վճարումը գանձվում է, բայց եթե ամսական ապահովագրավճարի չափը գերազանցում է, այդ գումարը հետ է վերադարձվում։ Հավաքագրման մեխանիզմը որպեսզի նույնական լինի։ Ու դա նաև մեր քաղաքացիների համար էլ է հարմար, որովհետև հենց մեր օրինակով, հա, եթե դիտարկենք, օրինակ վարձու աշխատողը կամ եւ ԱԶ ունի, եթե օրինակ աշխատանք իր կորցնում է, հա, օրինակ, չգիտեմ, երկրորդ կամ երրորդ ամսից հետո ազատվում է աշխատանքից, արդեն որպես ԱԶ ինքը երբ որ վճարը կատարում է, իր ապահովագրավճարը ամբողջությամբ կատարված է եւ ինքը կարող է այդ իր հաջորդող 12 ամիսների ընթացքում օգտվել այդ ապահովագրությունից։ Բացի դա, այստեղ խնդիր է առաջանում ուրեմն գործատուների հետ կապված, որովհետև եթե մենք կամ նորից էլի հավաքագրման հետ կապված, որովհետև տարանջատել թե որտեղից պետք է այդ վճարը վերցնել, որտեղից չվերցնել, շատ բարդ է լինելու ու այդ դեպքում հավաքագրման հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ։ Դրա համար մենք ընտրել ենք այդ մեխանիզմը, այսինքն մենք բոլոր տեղերից եթե ինքը ունի տվյալ կարգավիճակը, բոլոր տեղերից գանձումներն իրականացնում ենք, բայց ամսական ապահովագրավճարի չափը գերազանցող մասը ամբողջությամբ հետ ենք վերադարձնում։ Իսկ եթե տարեկան վճարով է կատարվում, այսինքն միանգամից 129,600-ը վճարվում է երկու տեղով, որքան ժամանակ հետո է երկրորդ 129,600-ը վերադարձվում։ Նույն ժամանակահատվածն է բոլորի համար գործում։ Այսինքն այն պահին, երբ որ հիմնադրամը հարկային մարմնից տեղեկություն կստանա տվյալ անձի վճարման մասին, եւ տվյալ անձը կներկայացնի դիմումը գումարը հետ վերադարձնելու վերաբերյալ որտեղ կնշի հաշվի համարը 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ գումարը ամբողջությամբ հետ կվերադարձվի։ Այսինքն հաջորդ տարվան սպասելու կարիք չի լինում։ Իհարկե չի։
Հարցերը շատ են, ինչպես ասացին, մեր հաշվապահներին կրկին հորդորենք, եթե կան հարցեր, որոնք չենք հասցնում այստեղ հնչեցնել, գրեն մեկնաբանություններում պատասխանները ձեր շնորհիվ կստանանք։ Մեկ հարց կա, որ վերաբերում է Մարության արձակուրդում գտնվողներին, կարծում եմ սա այլ արդիական հարց է։ Եթե աշխատակիցը նոյեմբեր ամսվա աշխատավարձի չափով հանդիսանում է ապահովագրության վճար կատարող, սակայն դեկտեմբերի 2-ից գտնվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդում եւ պետական միջոցների հաշվին պետությունից ստացել է Մարության նպաստ, երբ օրենքը դեռ ուժի մեջ չէր այդ ժամանակ, ապա տվյալ դեպքում գործատուն պարտավորվում է իր միջոցների հաշվին կատարել ապահովագրության վճար այդ 140 օրվա համար հղիության եւ ծննդաբերության արձակուրդը նկատի ունեն։ Մեր 46-րդ հոդվածում նշված է, որ եթե ինքը ունի ապահովագրված անձի կարգավիճակ օրենքի ուժով, ապա գործատուն պետք է կատարի վճարը։ Եթե նրա աշխատավարձը տվյալ ամսվա համար չի բավարարում ապահովագրավճարը կատարելու։ Այսինքն այս դեպքում գործատուն պիտի վճարի 140 օրվա համար։ Եթե աշխատավարձը չի բավարարում, այսինքն աշխատավարձ չկա, այո, պետք է վճարի։ Եվ մեր ընթերցողներից մեկը հարց չէ, բայց խնդրել է ձեզ փոխանցել։ Խնդրում եմ հնարավորություն տալ մարզերի բնակիչներին սոցփաթեթի կամ ապահովագրության նախնական բուժզննումն անցնել հանրապետության ցանկացած բժշկական կենտրոնում, ինչպես մի քանի տարի առաջ էր, եւ բավականին արդյունավետ էր, այլապես ձևական բնույթ է կրում։ Հաջորդիվ գնում ենք նույն բուժզննումը Երևանում գումարով ենք անցնում, քանի որ մեզ անհանգստացող հարցի պատասխանը չենք ստանում, նկատի ունեն մարզերում չեն ստանում։ Մարզաբնակների մոտ այս հարցով դժգոհությունը շատ մեծ է, մանավանդ հիմա էլ ապահովագրություն է դառնում։ Կարծում եմ ավելի խելամիտ կլինի մարդը ինքը որոշի, թե իր առողջության հետ կապված հարցերը ում վստահի։ Հարգելի քաղաքացիներ, դուք ազատ եք լինելու ընտրելու ցանկացած կազմակերպություն, որտեղ որ կուզենաք անցնեք ձեր կանխարգելիչ հետազոտությունները, սկրինինգային հետազոտությունները եւ այս պարագայում բժշկական կազմակերպության ընտրությունը միայն պայմանավորված է լինելու հիմնադրամի հետ ունեցած պայմանագրով, այսինքն հիմնադրամը պետք է կնքի ունենա համապատասխան պայմանագիր տվյալ ծառայություն իրականացնող բժշկական կազմակերպության կողմից, որովհետև մեր համար շատ կարևոր է այդ ծառայությունները որակով տրամադրելու հարցը եւ մենք պետք է միայն պայմանագիր կնքենք այն բժշկական կազմակերպությունների հետ, որոնք որ ապահովում են ծառայություններ իրականացնելու համար բոլոր պարտադիր պահանջները։ Շատ լավ, կա որևէ կարևոր կետ, որ դուք կցանկանաք բարձրաձայնել, որի մասին մենք չխոսեցինք։ Ես կուզեի խոսել հիմնականում ուրեմն բյուջետային համակարգում աշխատողների կամ սոցիալական փաթեթի շահառուների վերաբերյալ։ Այո, հատկապես սոցփաթեթի։ Հա, սոցփաթեթի մասով մենք ուրեմն մի ընդհանրական ակտերի փաթեթի հետ ներկայացրել ենք նաև փոփոխությունների նախագիծ կառավարության 1691 որոշման մեջ, որը կարգավորում է սոցիալական փաթեթի հատկացման, դրա ծախսման ուղղությունների վերաբերյալ, եւ ուզում եմ նշել, որ մենք որպես 4-րդ ուղղություն ավելացրել ենք առողջության համընդհանուր ապահովագրությանը նրանց հատկացվող ամսական 6000 դրամ սոցիալական փաթեթի գումարը օգտագործելու հնարավորությունը, նաև այնտեղ հաստատում ենք դիմումի ձև, որով որ սոցիալական փաթեթի շահառուն կարող է ուղղել դիմումը իր գործատուին, որպեսզի իր անձնական հաշվին փոխանցվող 6000 դրամը ուղղվի առողջության համընդհանուր ապահովագրությանը։ Սա կարևոր է, որովհետև սոցիալական փաթեթի շահառուների համար ապահովագրավճարների կատարումը 201,000-ից մինչև 500,000 դրամ ստացողների համար ուրեմն դուրիքաչափը գործելու է 4800 դրամի չափով, սակայն 6000 դրամի պարտավորությունը կրելու է սոցիալական փաթեթի շահառուն, այդ իսկ պատճառով մենք որպես ուղղություն նախատեսել ենք, որ սոցիալական փաթեթի շահառուն կարող է իր ուրեմն այդ ինչպես իր ընթացիկ ամսական, հա, այդ սոցիալական փաթեթի գումարը, այնպես էլ սոցիալական փաթեթի ուրեմն անձնական հաշվին
կուտակված գումարները ուղղել ապահովագրավճարների մարմանը։ Հետագայում նաև մենք նախատեսում ենք, որ այդ գումարները նա կարող է ուղղել իր կողմից որպես փոխկապակցված անձ գրանցած ընտանիքի անդամի ապահովագրավճարը մարելուն։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, հետքի տաղավարում պետական առողջապահական գործակալության պետ Սամվել Խարազյանն էր։ Նորից հիշեցնեմ, եթե դուք ունեք հարցեր առողջապահական ապահովագրության վերաբերյալ եւ տեխնիկական եւ բովանդակային հարցեր, կարող եք թողնել այս հարցազրույցի մեկնաբանություններ բաժնում եւ պարոն Խարազյանը մեզ խոստացավ օգնել գտնել այդ հարցերի պատասխանները։ Կարող եք նաեւ բաժանորդագրվել հետքի YouTube-յան ալիքին մեր հետագա հարցազրույցները բաց չթողնելու համար։